Բարև ձեզ, ես Անահիտ Գրիգորյանն եմ, ավագ դպրոցի կազմակերպիչ եւ Մայրենի դասավանդող։ Լսում եմ Վիկա ջան։ Ինչ առարկայի մասնակետերի դուք ինչ եք դասավանդում դպրոցում։ Արդեն նշեցի, ես Մայրենի դասավանդող եմ, դասավանդում եմ հայոց լեզու եւ գրականություն 7-րդ դասարանում։ Մեծ է տարբերությունը տարական եւ միջին դպրոցի աշակերտների առօրյա։ Տարբերությունը նորից կկարդաս հարցը։ Ինչ մեծ է տարբերությունը։ Մեծ է տարբերությունը, տեսեք, ես աշխատում եմ միայն միջին դպրոցում եւ ավագ դպրոցում, կարող եմ այդ օրինակը բերել, որ ավելի ռեալ լինի, իհարկե մեծ է տարբերությունը, որովհետեւ տարիքային առումով եւ իրենք ավելի հասուն են լինում մեծ տարիքում եւ ավելի կենտրոնացվածությունը մեծ է լինում, չնայած միջին տարիքում էլ շատ ավելի այլ է հետաքրքրությունները, շատ ավելի լայն է հետաքրքրությունները, ավելի անկաշկանդ են սովորողները, դերևս այսքան է։ Ինչպես են վերաբերվում այս դպրոցի աշակերտների նորեկներին։ Նորեկներին, ասեմ թե սովորողները ինչպես են վերաբերվում, թե ես սովորողները։ Ասեմ, զարմանեց եւ ուրախություն ինձ շատ ջերմ են ընդունում, օգնող են, աջակցող են, մասնավորապես բլոգային աշխատանքներում, չէ՞ որ մեր մոտ տարբերվում է հարավրդական դպրոցներից, բլոգային աշխատանք ունեն, բլոգով ենք աշխատում, սովորողները միշտ աջակցում են, միշտ օգնում են, սովորող սովորեցնող ասվածը միշտ աշխատում է այս դեպքում։ Ինչ դժվարություններ կարող են ունենալ նոր եկած աշակերտների միջին դպրոցում։ Դժվարությունները, քանի որ իրենք այլ փակ միջավայրից են գալիս, սկզբնական դժվարությունները իրենց արտահայտման մեջ է, ազատ անկաշկանդ շփվելու մեջ է, բայց դրանք ընթացիկ խնդիրներ են, որոնք միանգամից բացվում են, մենք այդպիսի խնդիր սովորաբար չենք ունենում։ Ներառվում են շատ արագ, միջավայրը իրենը թելադրում է, ստեղծագործ միջավայրը իրենը թելադրում է եւ շատ արագ կարողանում են բացվել, արտահայտվել ու դառնալ մեր մի մասնիկը։ Արդյոք իրականացել է ձեր երազանքը եւ դուք դարձել եք ուսուցիչ։ Ես շատ եմ սիրում մասնագիտությունը, շատ եմ սիրում։ Ես դրանով ապրում եմ, ես դրա մեջ եմ եւ այո, ինչու ոչ կարելի է ասել, որ այո, ինչ որտեղ այո։ Շնորհակալություն եք Անահիտ հարցազրույցին մասնակցելու համար։ Ես եւս շատ շնորհակալ եմ։ Հաջողություն։